ԼՂՀ նախկին արտգործնախարար Նաիրա Մելքումյանը կոչ է անում ավելի զուսպ եւ հավասարակշռված խոսել Ղարաբաղյան խնդրի շուրջ։ Երբ որ այսպես շատ ծայրահեղ դրվում է հարցը, որ վաղը պատերազմ է լինելու կամ խնդիրը լուծվելու է, Ղարաբաղը վերադարձվելու է Ադրբեջանին, դա իսկապես այդտեղ մարդիկ են ապրում, բարձ մարդիկ, որոնք երեխաներ ունեն։ Եվ իհարկե դա խոճապային իրավիճակ կարող է առաջացնել։ Այսօր Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստները բողոքի ակցիա են կազմակերպել՝ ի պաշտպանություն ժամանակ Երևան թերթի խմբագիր Արման Բաբաջանյանի։ Ըստ ակցիայի մասնակիցների, բացի գլխուղեղի ուռուցքից, լրագրողի մոտ հայտնաբերվել են կուրության նշաններ։ Մի աչքը տեսնում է 30, մյուսը 40%-ով։ ՀՀՇ երիտասարդական թևի ղեկավար Կարեն Կարապետյանը Ամեկլուսին հայտնեց, որ իր տեղեկություններով իրավապահները խոստացել են 5 րոպե հետո ազատ կարծեք են, եթե ներման խնդրագիր գրի, դա արդեն ոչ թե անբարոյականություն, այլ պարզապես հիվանդ ուղեղ է պետք, որպեսզի հիվանդ մարդուն նման առաջարկ անել։ 3 իրավապաշտպան կազմակերպությունների ղեկավարներ դիմել են ոստիկանությանը։ Մեկ այլ իրավապաշտպան կազմակերպության անդամ Արշալույս Հակոբյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ։ Սակայն ինքը Հելսինկյան ասոցիացիայի ներկայացուցիչ Հակոբյանը, որը հունիսի 5-ից ազատազրկման մեջ է, ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով դեմ է միջնորդությանը։ Ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանի խոսքերով իրենք դեմ են, որտեղ մենք համարում ենք, որ գործը պետք է խարժվի եւ ոստիկանները, որոնք տվերեցնում Արշալույսին դեմ, պիտի ենթարկվեն պատասխանատվությանը։ Աշխատանքի տեղավորման գործակալությունները իրենց դիմողներին կարող են առաջարկել հիմնականում գրասենյակային ծառայողների եւ սպասարկման ոլորտում աշխատողների տեղեր, սակայն երկու դեպքում էլ գործատուները պահանջում են մինչեւ 25 տարեկան բարետես աղջիկներ։ Գործակալություններից մեկի աշխատակցի մատուցմամբ հիմնարկ, որ վաճառողները պահանջում, որոնց հասակը պետք է լինի 1 մետր 70 սանտիմետր։ Դրա համար մտնում ես խանութները եւ այլն, տեսնում ես, որ մարդիկ գաղափար չունեն իրենց աշխատանքից եւ բավականին անտարբեր։